Օրվա ընթացքում հասցնում ենք նայել մոտ 30-ից 40 պացիենտների, տարբեր ծանրության, տարբեր պրոֆիլներով, մոտ 15-ից կես ժամ կարող ենք հետազոտությունը իրականացնել։ Հիմնականում քրոնիկ խնդիրների ժամանակ 6 ամիսը մեկ ենք հիվանդներին կանչում, իսկ սուր խնդիրների ժամանակ կարող է ամեն օր էլ հետազոտությունը կրկնել։ Սիսյանից, Կապանից, Քաջարանից, նույնիսկ Վայոց ձորից ենք ունենում պացիենտներ, այստեղ փորձել ենք, որ ինչքան հնարավոր է լայնացնել, ծավալել մեր ոլորտը։ Շատ է լինում դեպքերը, երբ դրսում թեկուզ հանգստանալու ժամանակ մոտենում են, ասենք գիտեն, որ բժիշկ ես, մոտենում են, մեկ էլ իրենց հարցերով փորձում ես օգնել հիվանդին, շնորհակալություն են հայտնում, դրանից հետո կապի մեջ են լինում, անընդհատ զանգում են, թեկուզ հեռու Վրաստանից եղել է տենց դեպք, որ հանգստանալու ենք գնացել, զույգեր էին, կինը լավ չէր զգացել, հյուրանոցում իմացավ, որ բժիշկ կա, մոտեցավ, ինչ որ պետք էր նշանակեցի, դրանից հետո ինքը անընդհատ կապի մեջ է ինձ հետ։ Բժշկի կյանքը ծանր է իր դժվարություններով հանդերձ, ապրում ես հիմնականում հիվանդների կյանքով, իսկ անձնական կյանքը արդեն երկրորդ պլան է մղվում։ Գիտես ինչ բալիկ ես ունենալու, որոշել ես ամեն ինչ ես դնելու։ Իմ երեխաները արդեն սովորել են, ծնված օրվանից իրանք պատրաստ են, որ մաման տանը չի, ուրեմն հիվանդանոցում է, հաճախակի է լինում զանգերը, հեռախոսային կոնսուլտացիաները, ինչպես նաև աշխատանքից հետո տնային հերթապահ ենք նաև մենք լինում, օրվա ցանկացած ժամին, եթե արթնանում են, տեսնում են մաման տանը չի, իրենք գիտեն, որ այդ ժամին մայրիկը աշխատանքի է, ուրեմն ինչ որ մեկին պետք է, դրա համար կանչել են։ Բայց իրենք չեն ուզում, որ բժիշկ դառնան։ Տղաս ուզում էր բժիշկ դառնալ, բայց տեսնելով իմ ծանրաբեռնվածությունը ընտրեց ավելի թեթև ճանապարհ, թեթևել չի, բայց ոչ բժիշկ։ Ուզում ես տեսնես բարիկի դեմքը։ Տեսնում ես։ Քիթիկը, բլանը շփտում է։ Օրվա ընթացքում եթե ուրախ եմ վերադառնում տուն, երեխաներս մեծ են, արդեն մեծերը, ասում են մամ, այսօր աչքիս քիչ հիվանդ ես ունեցել, շատ չես ջղայնացել կամ վատ հիվանդներ չես նայել, այսինքն ծանր հիվանդներ չես նայել, իսկ երբ որ տխուր են վերադառնում մի քիչ նյարդային, արդեն փորձում են մտնել դրության մեջ, հասկանալով, որ ծանր օր եմ ունեցել, շատ հիվանդներ եմ սպասարկել։ Ուրեմն նորմալ էր, ձեր բալիկի մոտ ամեն ինչ նորմալ է։ Բժշկի մասնագիտությունը կարելի ասել ընտրել եմ դեռ մանկուց, երևի 4-5 տարեկանից։ Ուրիշ բնագավառում ես ինձ երբեք չեմ պատկերացնել եւ հիմա էլ եթե ընտրության կարիք լիներ, ընտրության հարց լիներ, նորից կընտրեի բժշկությունը, քանի որ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, այսպես ասած սիրահարված եմ ես բժշկությանը։ Մայրս տատս բուժքույր են աշխատել եւ տատիկիս հետ ամեն ինչ անում էի, որ իր հետ տանի հերթապահությամբ։ Փոքր ժամանակվանից 5 տարեկանից կարելի ասած հիվանդանոցի պատերի մեջ եմ մեծացել։ Դրա համար շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, սիրում էի շփվել հիվանդների հետ, կարեկցել, հնարավորության դեպքում օգնել հիվանդին։ Ջերմություն ունեք։ Չէ։ Ինչքան ժամանակահաս ունեք։ Սա մի շաբաթ է։ Կորտալ ցավ կա։ Հա։ Գլուխը բարձրացրեք վերև։ Կորտալս ցավ է։ Այս ոլորտում 2010 թվականից եմ աշխատում, 10 թվականին ավարտել եմ արտինատուրան, աշխատել եմ Գորիս ԲԿ-ում որպես մանկաբարձ գինեկոլոգ, երկրորդ մասնագիտությունս նաև մանկաբարձ գինեկոլոգ է,
12 տարի որպես մանկաբարձ գինեկոլոգ աշխատել եմ, այնուհետև վերապատրաստվել եմ նաև վերամասնագիտացում եմ անցել սոնոգրաֆիա մասնագիտությամբ, 7 տարի համատեղեցի սոնոգրաֆիան եւ մանկաբարձությունը իրար հետ, չէի կարողանում ընտրություն կատարել, թե որն եմ ավելի շատ սիրում եւ որը պետք է շարունակեմ, բայց հանգամանքների բերումով սոնոգրաֆիան երևի հաղթեց։ Ես ինձ դրանով լավ եմ զգում, որ կարողացել եմ դառնալ մի մարդ, որ իմ ծննդավայրին, իմ համայնքին պիտանի է եւ կարողացել եմ շահել ժողովրդի վստահությունը։ Եղել են հրավերներ ուրիշ տեղերից, մայրաքաղաքից նույնպես, բայց ես նախընտրել եմ իմ ծննդավայրը, քանի որ ես գտնում եմ, որ ես դեռ անելիք ունեմ այստեղ։ Շնորհավորում եմ բոլորին մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում եմ լինեն առողջ, կանացի, սիրված, խնամեն իրենց, խնամված, ինչպես նաեւ ուշադիր լինեն իրենց առողջությանը եւ չնչին շեղումների դեպքում անպայման դիմեն բժշկի։